Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեքլուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է տնտեսագետ Արտակ Մանուկյանը, շնորհակալություն Արտակ։ Այդ հարցը այսօր երևի ձեզ բազմաթիվ մարդիկ տվել են, բայց ես էլ չեմ կարող չտալ, հա, այսօր ստացած լուրը այն մասին, որ հետը վաճառել են մի օֆշորային ուսումնասիրում ընկերությանը, ինչ է դա նշանակում եւ ամենակարևորը ինչ հետևանքներ կունենա Հայաստանի շարքային քաղաքացիների համար էլեկտրոէներգիայի գնի, սակագնի հաշվով։ Առաջինը ինչ հետևանքներ կունենա, ինչպես նշվեց այսինքն այսօր առավոտյան կառավարության որոշման մեջ Կիպրոսում գրանցված մոտ 5 տարի վաղեմության ընկերության է վաճառվում, այստեղ պետք է կարևոր մի դիտարկում անել, որ ակնհայտ է, որ ինչ ընկերություն է սա լինի, սա ռուսական կողմի հետ համաձայնեցված գործարք է, այն առումով, որ իշխանությունները սա նաև քաղաքական բնույթի գործարք է, քանի որ օրինակ էլեկտրոէներգիայի արտահանման հեռանկարները եւս դրանք մեծապես ռուսական ընկերությունների քմահաճույքից կամ ռուսական պետության քմահաճույքից են ցավոք սրտի կախված, հետեւաբար սա քաղաքական քննարկումների տեղիք էր տալի, որը որ կարելի է ենթադրել, որ ներկայապային հավանություն է ստացվել։ Ասեմ, որ եթե մենք абստրահվենք սեփականատրից, RAO-ից, հա, եւ դիտարկենք Ռուսաստանի համար մեծ հաշվով գործարքի էական տարբերություն չկա, դեռ ավելին դրական կողմեր կա։ Փորձեմ ներկայացնեմ ինչի։ Օրինակ ակնհայտ է, որ RAO-ը Հայաստանում իդեմս իր ներկայության արդեն իսկ վարկաբեկված էր եւ դրան եթե գումարենք նաեւ վարկունակության հետ կապված բավականաչափ լուրջ ռիսկերը, ինքը ըստ էության ձեռնտու է, որ թարմացնեն, այսինքն մի ինչ-որ թղթի վրա ընկերությունը, էլի նույն ձևով ռուսական կամ ինչ-որ ռուսականին մերձեցված կապիտալով գա եւ շուկայում դերակատարում ունենա նաեւ ֆինանսական տեսանկյունից, որովհետեւ ինքը ավելի հակված կլինի, որ վարկային ըստ էության նոր վարկեր ներգրավի եւ այլն եւ այլն։ Հիմա երբ որ մենք դիտարկում ենք այ երկրորդ ձեր հարցի մասին սակագնի վրա ազդեցությունով, այստեղ մի քանի սցենարներ կան, ու առաջինը կամայական ներդրող, որը որ գալիս է եւ բնական մենաշնորհներում ներկայացնում է իր ներդրումային ծրագիրը։ Մենք հիմա ցավոք սրտի դեռ այսինքն նոր գործընթացը չենք կարող իմանալ իր ներդրումային ծրագրերը, բայց ներդրումային ծրագրի ներկայացումը մշտապես սակագնի վրա ունենում է բարձրացման ազդեցություն, այսինքն դու երբ որ ներդրում ես ունենում, դա հասկանալի է, պետք է սակագնի մեջ որևէ ձև արտացոլվի եւ դա պետք է ճնշումների բերի, որ այլ հավասար պայմաններում թանկանա։ Բայց մի հատ մեծ բայց կա, որը որ ես պարբերաբար բարձրաձայնում եմ, խնդիրը ոչ միայն ինչպես տեսակ խորհրդատվությունից հետո եղավ, այսինքն խորհրդատվությունը իր մեջ նաև ներառում էր անգլերեն լեզվով ասած due diligence, այսինքն իրավական գնահատում, որը որ կամայական ՀՑԿՀ-ում պատվիրած $230,000 խորհրդատվությունը, եթե մենք ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ համընկավ այս նոր ներդրողի հայտ գալով եւ այդ խորհրդատվությունը իր դասական առումով, իր տեխնիկական բնութագրիչների, այսինքն ինչ գործ պետք է արվի, շատ մոտ է due diligence ասվածին, որը որ ստանդարտ անցածակարգը, երբ որ մի ներդրող փորձում է գալ։ Հիմա այս ասվածի ներքո սակագնի մասով այստեղ արդեն երկու հարց կա։ Մեկը մի կողմից եթե ներդրումային ծրագիրը մենք տեսնենք, դա ակնհայտ է, որ կունենա դեպի բարձրացման միտում, իսկ մյուս կողմից մենք ունենք 41 դրամ ուռճացված ծախսեր, որին որ գումարվում է 6.93-ը, որտեղ ահագին լուրջ տնտեսումների եւ կառավարչական արդյունավետության տեղ կա։ Այ աուդիտը, որը որ սեպտեմբերի 30-ին նախատեսվում էր, որ դա պետք է իրականացվի, այսինքն սկսվի թե ավարտվի։ Ոչ թե սկսվի, այլ հրավերները բացելու փուլն, այսինքն այդ փուլից հետո պետք է որոշակի ժամանակահատվածում մրցութային հանձնաժողով գնահատի ով է հաղթող ճանաչվում եւ նրա հետ որոշակիորեն ամրագրված ուղղություններով աշխատանք լինի։ Այ աուդիտը այդ հարցերի թնջուկին կփորձի պատասխանել, որի արդյունքում էլ մենք կհասկանանք այս ներդրումային հնարավոր բարձրացումներն են ավելի գերակա, թե այն կոռուպցիոն բնույթի ռիսկերը, որոնք ստեղծել են 41 դրամ միջավայրը, հա, եւ եթե այդ երկուսի համադրումն էլ արդեն իսկ կարծես թե կձևավորի սակագինը եւ սա նաեւ ռազմավարական, այս դեպքում ոչ տնտեսական, բայց քաղաքական տեսանկյունից կառավարությանը եւս մանևրելու մեկ հնարավորություն է տալիս, այսինքն երբ որ ճնշումները որոշակիորեն մակարդակի հասնեն, ակնհայտ է, որ հնարավորություն կա սակագինը նույն մակարդակին պահելու եւ եթե թույլ ճնշում լինի, ինչու՞ չէ, կարելի է ավելի մեծացնել։ Բայց ընդհանրապես գլոբալ առումով կներեք, որ այս հարցի վրա մի քիչ երկար եմ ավելի կանգ առնում, ինքը սպառողի համար դրական գործընթաց է։ Փորձեմ բացատրեմ ինչի։ Ով էլ որ լինի, այդ իշխանական բուրգի հետ ստեղծած կոռուպցիա
կոռուպցիոն բնույթի հարաբերությունները, որտեղ տիրում էին փոխադարձ, այսպես ասած, բարեգործությունները հարկատուների հաշվին, հա, ժամանակ անհրաժեշտ, որպեսզի այդ հարաբերությունները եւս սերտաճեն։ Այսինքն այդ առումով մենք առնվազն սկզբնական փուլում կարող ենք վստահ լինել, որ համեմատաբար կառավարչական արդյունավետությունը ավելի բարձր կլինի, քան հիմա հեծում էր տիրում։ Այս օֆշորային ընկերությունը շահելու է, որտեղ դուք ասացիք, որ հնարավոր է շահի, բայց ես այդպես եմ մտածում, որ եթե ես որևէ ապրանք վերցնում եմ իր պարտքերով, ապա ես տուժելու եմ։ Այսպես ասեմ, եթե մենք հասկանում ենք, որ պարտքերով է վերցնում, բայց չէ որ այդ նույն ընկերությունը աշխատել է շահույթով, այսինքն մենք երբ որ ուսումնասիրում ենք եւ հասկանում ենք, որ ըստ էության Հայաստանում կան այնպիսի ցածր ծախսերով էներգակիրներ, ինչպես են ատոմակայանները, լավ մենեջմենտի դեպքում միանշանակ հնարավոր է էներգետիկ շուկայում ապահովել դրական եկամուտներ եւ ստանալ շահույթ։ Այլ հարց է, թե դու ինչպես ես քո ծախսերը օպտիմիզացնում եւ այլն եւ այլն։ Դա ակնհայտ է, այսինքն չի կարող լինել եւ այս դեպքում նաեւ պետք է նշել, որ ներդրողի համար գործունեության դաշտը բավականաչափ ցանկալի է, այսինքն մեր այս դեպքում ՀՑԿՀ-ն չի ստեղծում, այսպես ասած, մոտիվացիոն մեխանիզմներ, որ դու ամեն մի կոպեկի համար դողաս։ Ինչը ներդրողի համար զուտ օրենսդրության տեսանկյունից, հա, շատ նորմալ մոտեցում է։ Ես չեմ կարծում, որ որևէ ներկա պահին ներդրող կամ գործարար կա, որը որ կարող է նման կարգի գործարքի գնա զուտ բարեգործության տեսանկյունից։ Այսինքն ակնհայտ է, որ ստեղ կան շահեր, հենց միայն այն, որ եթե օրինակ մենք բարեգործություններ ասած, այս կոռուպցիոն ծախսերը ինքնարժեքից բարձր չանենք, հա, այդ մասով արդեն իսկ ակնհայտ է, որ շահույթը կավելանա, այսինքն ինքը որպես գործարքը ես միանշանակ չէի ասի, որ ինքը բացասական գործարք է կամ վնաս է կրելու այդ ներդրողը, սա ուղղակի ավելի երկարաժամկետ ռազմավարություն հետապնդող ներդրողի համար շատ լավ ներդրում է։ Բայց մարդկանց, շարքային մարդկանց հետաքրում են բնականաբար այսօրվա խնդիրները, որովհետև օգոստոսը վերջացավ, սեպտեմբերին մարդիկ ստացան արդեն իրենց հաշիվները եւ իրենց պայմանագրերը եւ կողմնորոշված չեն, տարակուսանքի մեջ են, հա, սուբսիդավորում ասածը, դա լինելու է, թե չի լինելու։ Եթե լինելու է, ապա ինչպես։ Նո, անկեղծ ասեմ, ես կարդացել եմ տարբեր հրապարակումներ, որոնք որ նշում են, որ արդեն իսկ սակագներն հատկապես բանկային ծառայությունից օգտվող վճարողների բարձր սակագներով, բայց ինձ թվում է ավելի շատ այստեղ տեխնիկական բնույթի խնդիր է, որտեղ ես ինքս իմ էներգիայի դիմաց վճարումները, օրինակ պայմանագրի համարը, երբ որ մուտք եմ անում ՀՑԿՀ, կներեք Հայաստան էլեկտրական ցանցերով կայքում, այնտեղ բերում է ինչքան է իմ ծախսած գումարը, որի ինչքան է սուբսիդավորումը։ Այլ հարց է, որ դեռ այդ կտրոնը պատրաստ չի, ես ֆիզիկապես վճարումը չեմ կատարել, հա։ Ու ասեմ, քանի որ հարցի արժեքը այդքան էլ մեծ չէ, ամենայն հավանականությամբ կառավարությունը կսուբսիդավորի, բացատրեմ ինչի, հա։ Օգոստոս եւ սեպտեմբեր ամիսները մեր շարքային սպառողների համար էներգետիկ տեսանկյունից ծանրաբեռնված ամիսներ չեն։ Այսինքն, եթե մենք մեր էներգիայի ծախսերը դիտարկենք վարկագիծը հուլիս, հունիս, օգոստոս, դրանց մեջ էական կամ սեպտեմբեր էական տատանումներ չկա։ Հետևաբար սուբսիդավորման այդ 7 դրամի արժեքը այդ ավել սպառած կիլովատն շատ ցածր է։ Եվ դրա համար կառավարությունը փորձում է հնարավորինս շուտ խնդիրը լուծել, քանի որ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին դրանք էական ծախսեր կլինեն եւ կառավարությունը իր, այսպես ասած, աղքատիկ բյուջետային միջոցները եւ դեֆիցիտի ահռելի մակարդակը, երբ որ մենք ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ ըստ էության կոլապսի է մոտենում այդ համակարգը, նրան իզորու չի լինի նա այդքան ժամանակահատվածում այդ ծախսերը անել։ Դրա համար ավելի քան վստահ եմ, որ օգոստոս եւ սեպտեմբեր ամիսների այդ ավել սակագնի ներկայացումը դրանք ընդհանրապես տեխնիկական խնդիրներ են, որը որ իհարկե ներկապային պարզ չի կառավարությունը ոնց ակնկալում է ավել գանձումները հետ վերցնի, բայց ամենայն հավանականությամբ կլուծվի։ Այսինքն մենք ձեզ հետ ես էլ կտրոնը չեմ ստացել, հա։ Մենք ձեզ հետ ստանում ենք կտրոն, որի վրա ենթադրեն գրանցա 10000 դրամ։ Մենք վճարում ենք 10000 դրամ, հետո մեզ 2000 դրամը վերադարձնում են, թե մենք վճարում ենք 8000 դրամ։ Ուրեմն կառավարության հիմնավորումներով եւ բացատրություններով պետքա լինի այնպես, որ մենք վճարենք
8000 դրամ, որովհետև այդ լրացիչ 10000-ը եւ հետո գանձումը իմ համար լրացիչ ծախս է։ Հենց մենակ այն որ ես երկրորդ անգամ պետք է գնամ, դա տրանզակցիոն ծախս է։ Ինչը կնշանակի, որ կառավարությունը իր պնդումներով եւ իր որոշումներով հերթական անգամ կներեք, բայց սուտ է խոսում։ Այսինքն առնվազն իրենց ներկայացված ռազմավարության մոտեցումների տեսանկյունը չի ենթադրում, որ ես եւս մեկ անգամ պետք է շփվեմ։ Դա պետք է լինի մեկ անգամ եւ կառավարությունը իր միջոցներից հաշվի առնելով ինչքան է այդ սուբսիդավորման ընդհանուր մակարդակը, ամեն մեկից այդ 2000-ները ձեր դեպքում ինքը պետք է այդ ամբողջ գումարը փոխանցած լինի եւ ես ընդհանրապես տեսնեմ, որ ինքը այսքան է իմ հաշվին 2000-ը ծածկել է, բայց իմ համար 8000-ը լինի վճարման առարկա։ Համենայն դեպս սա է եղել այն մեխանիզմները, որ միշտ ներկայացվել է ու երբեք չի ենթադրվել այլ երկրորդ կարգի շփում։ Ձեռներեցները ստացել են պայմանագրեր, արդեն ստացել են պայմանագրեր, որտեղ 1 կիլովատի դիմաց գրած է 49 դրամ։ Նրանք ինչ պիտի անեն։ Նրանք պետք է վճարեն 49 դրամով, որովհետև եթե հիշում եք, մեր իշխանությունները ցավոք մի վատ բան ունեն, հա, երբ որ դանակը գալիս է ոսկորին, ամպագորգոր հայտարարություններ են անում, հետո նույնիսկ առանց հաշվարկների, հետո սկսում են կամաց-կամաց շարժումները մարելուց հետո կամաց-կամաց ի վնաս հասարակության եւ տնտեսության շտկումներ մտցնել։ Նույն դասական դեպքը հետեւյալ ներկայում է, այս պարագայում է, երբ որ հայտարարվեց, որ մենք սուբսիդավորում ենք, չկար որևէ գնահատական։ Այսինքն այդ սուբսիդավորումը ինչքան է արժանալու պետական, չէ՞ որ երբ որ կառավարությունը որոշում է ընդունում կամ մի բան է մտածում, ինքը պետք է հաշվարկ անի։ Հարցի գինը։ Այո, ինքը հարցի գինը չի ասել, եւ հետագայում կախված նրանից որ տեսան ճնշումը որոշակիորեն մարում է, առաջի պլանը դուրս եկան խոշոր բիզնեսներին, որ ինչի պետք է սուբսիդավորենք եւ այլն եւ այլն։ Հետո ՓՄԶ-ներին, հետո ՓՄԶ-ները ինչ որ կիլովատից կախված 250 կամ 500-ը կարող են չվճարել, դրանից ավելները կվճարեն։ Այսինքն այս մասով ավելի քան հակված ենք ու ըստ էության հասկանալի է իրենց վարկագիծը, որ ՓՄԶ-ների համար դա հետադարձ ուժ չի ունենա։ Այսինքն իմ ավելի քան վստահ եմ, որովհետև էլի դա բարդություններ կա զուտ հաշվարկային առումով։ Հիմա 251 սպառածը ո՞նց է ալնելու այդ հարաբերությունը։ Համենայնդեպս կառավարությունը հստակ չի կողմնորոշել, որովհետև եթե շեմը 250 կիլովատժամն է, խոշորներն էլ են 250-ով սպառում։ Այսինքն դու իրանց այդ 250-ի շրջանակներում միայն չես թույլ տալի, որ իրանք ցածր դրույքա չափով անենք։ Այդ մեխանիզմները ոնց է լինելու ՓՄԶ-ի դեպքում, համենայնդեպս ներկապային պարզաբանված չեն, իսկ հաշվի առնելով այս վարկագիծը, որ չկա ռազմավարական պլանավորում, այսինքն իրավիճակային մի բան ասում են, հետո փորձում են ինչ-որ առումով դրանք իրանց ասները փորձեն կարել կպցնել, հա, այս դասական առումով ավելի քան վստահ եմ, որ միայն բնակչությունով կսահմանափակվի։ Էներգետիկայի նախարարությունը հայտարարեց, բայց ոչ պաշտոնական, ես միայն մամուլից կարող եմ ասել, որ խոսքը օգոստոսի համար 1 միլիարդ դրամի մասին է։ Խելքին մոտ թիվ է։ Ու սենց ասեմ, մոտարապես եթե ուսումնասիրենք 30 ամենամեծ սպառողը դա բնակչությունն է, հասկանալի է, ինչպես նշեցինք արդեն այս ծավալը, հա, չի կարող էականորեն մեծ լինել, քան որ ձմռան ամիսներ չի եւ այլն, այսինքն զուտ կիլովատային տարբերությունները այդքան մեծ չեն։ Իմ կարծիքով, եթե ասենց առաջի հայացքից նայում ենք թվերով համեմատենք կառուցվածքը, դրանք բավականաչափ մոտ են ու դա այն գումարն է, որ ինձ թվում է հնարավորություն կա, որ իրանք 2 ամիս, այսպես ասած, դոտացիայով շարունակեն։ Որից հետո ուժի մեջ կմտնի այն հայտնի, այսպես ասած, աուդիտախաղը կամ այս դեպքում խորհրդատվախաղը, որովհետև հոկտեմբերի 15-ին մոտերքը ակնկալվում է արդեն առաջի փուլի, այսինքն ինչքանով է 693-ը հիմնավորված հարցի պատասխանը ստանալ, որը ինձ թվում է հասարակություն քչերը կան, որոնք որ կասկածում են, որ կլինի պատասխանը, այո, դա հիմնավորված է։ Եվ մի բան էլ ասեմ, եթե մենք ուսումնասիրում ենք թվային բազան, 693-ը ըստ էության շատ մոտ է իրականության, այսինքն այդտեղ որևէ կարգի փորձ, համենայնդեպս ես եւ այլ փորձագետներ ինձ թվում է, որոնք որ ուսումնասիրում են, երբեք չեն ասել, որ 693-ում է թաղված հիմնական սակագնի բարձրացման գործոնները, որտեղ մենք մի տարին չպետք է ուսումնասիրենք, մենք պետք է ուսումնասիրենք ողջ այդ ձևավորված, այլ առաջինից մոտավոր հաշվարկները ցույց են տալիս, որ հիմնական խնդիրների բազան ընկած այնտեղ, ինչին ենք մենք գումարում 693-ը, որտեղ որ շատ ավելի մեծ տնտեսումներ կան, քան 693-ը։ Այդ գումարը էլի ասվել է, որ
որոտան կասկադի վաճառքից է լինելու, հա, որքանով եք դուք դա հիմնավորված համարում, որովհետև որոտան կասկադն էլ կարծես թե մերն է, հա, այսինքն քաղաքացիներինն է, այդպես չի, որ իշխանությունը ինչ որ մի տեղից վերցրել է այդ գումարը։ Ну, ասենց ասեմ, տարբեր, այսպես ասած, տնտեսագետներ ասում են, որ դա արտաբյուջե է եւ այլն, այդպես հասկացողություն չկա ժամանակի ստանդարտներով, որտեղ Հայաստանը արդեն անցել է IFSS-ի, այսինքն այդ ստանդարտների համակարգի, որը որ ըստ էության պետության ունեցածը դա հարության սեփականությունն է։ Եվ եթե մենք նայում ենք օրինակ մեր պետական գույքի կառավարման վարչության, հա, հաշվետվությունները, մենք կտեսնենք, որ իրենց ֆինանսական հաշվետվությունների մեջ, իրենց հաշվետվություններում արդեն իսկ այդ մասով նվազեցում է լինելու։ Այսինքն ասել, որ դա արտաբյուջե է, իմ համար մի փոքր անլուրջ մոտեցում է, հա, հասկանալի է, որ դա հարության սեփականության նվազում է տեղի ունենում, հա։ Հիմա որոտանի, այսինքն այստեղ այս հարցը ակնհայտ է, մենք բոլորս դրանով ավելի աղքատանում ենք, հա, մեր գույքը, որից մենք այլ հավասար պայմաններում կարող ենք ունենալ արդյունքներ, նվազում է այդ մասով։ Հիմա խոսել, որ որոտանից ինչքանով է դա հիմնավոր, ինձ թվում է, այո, հիմնավոր է, որ այդ վաճառքից պետք է լինի, ինչի որովհետև կառավարությունը եկել հասել է մի կրիտիկական իրավիճակի, որ օտարերկրյա վարկեր ներգրավելը խիստ այդքան էլ ռացիոնալ չի թվում, ինչի որտեղ մենք եկել ենք կրիտիկական շեմի, իսկ այդ երկրները, որոնք գալիս են կրիտիկական շեմի, ենթադրվում է, որ արդեն էլ արտոնյալ տիպի վարկերից զրկվում են եւ ավելի բարձր տոկոսադրույքներով պետք է։ Իսկ մի տեղից գեներացնել նոր դրամական հոսքեր, հաշվի առնելով այս գլոբալ, այսպես ասած, մարտահրավերն է շատ դժվար ընկալելի է։ Հետևաբար, այո, որոտանի վաճառքից է, բայց դա էլի հարցերի հարց կա, որովհետեւ հետեւյալը ասեմ, որ 2013 թվականին որոտանը բավականաչափ լուրջ շահույթով աշխատող ընկերություն էր ու էլի ճիշտ է 14-ին եղել է վնաս, բայց եթե ուսումնասիրեք ֆինանսական հաշվետվությունները կտեսնեք, որ այդտեղ որոշակի ոչ գործառնական, այսինքն իա բուն աշխատանքային գործընթացի հետ չկապված ծախսերի շնորհիվ է, որ նա վնասով է սկսել աշխատել։ Այս մասով է լրջագույն ուսումնասիրություններ անհրաժեշտ, որովհետև մի պահ եթե մենք ենթադրենք պետական ընկերություն ենք ունենում, որը որ շահույթով է աշխատում եւ մենք իրան ըստ էության ուղղակիորեն վաճառում ենք, դա էլի լրջագույն մտորումների տեղիք է տալիս։ Աուդիտ ասածը պետք է զբաղվի այսպիսի բան։ Այո, այդ շատ ավելի ցանկալի կլներ, որ աուդիտը գնար աներ որոտանում, հա, աուդիտի գինը որոշեր եւ այլն, քան 230,000-ով բերեցին խորհրդատվություն դրեցին անունը, հետո մի հատ էլ աուդիտ են, հիմա դրա անունը լպաշ չի ով վճարելու եւ այլն, այսինքն ռացիոնալ դրանք ծախսեր չեն, բյուջետային ծախսերի արդյունավետություն։ Եթե դուք ուզում եք հարության վստահությունը, բերեք աուդիտ անեք, տեսնեք, օրինակ $200 միլիոն պետք է լիներ, թե 350, թե 400, թե որն է դրա շուկայական արժեք, հա, նորմալ հասարակություններում հենց նման կերպ են վարվում, որ նաև խթանեն աուդիտորական ծառայությունների, թե մուտքը տվյալ երկիր, թե նաև գործընկերային հարաբերությունները խթանեն եւ վստահությունը հանրության, ինչը տվյալ դեպքում չի արվել։ Ավելին ասեմ, այս գործարքի շնորհիվ շատ մի արդեն իսկ ռիսկային ուղղություն կա մեր սակագնի վրա, դա որոտանի կասկադի ինքնարժեքի բարձրացումն է, որովհետեւ մարդիկ ներդրում են արել, շատ հանգիստ կարան ասեմ, մենք արձիականացնում ենք եւ հաջորդ տարի սիրուն հայտը բերեն եւ ավելի մեծացնեն։ Հաշվի առնելով, որ ատոմակայանն էլ է կանգնելու, չէ՞, այսինքն ավելի 2017-ին ավելի մեծ ախորժակով կներկայացնեն։ Աուդիտը ինչին է վերաբերում այնուամենայնիվ, եթե դա թղթերի ստուգում է, կարծում եմ, որ թղթերը նորմալ են ամեն ինչ, հա, արտակը փոխանցել է Արամին, օրինական է փոխանցել, այո, դե ինչ արած, ուրեմն ամեն ինչ լավ է, ամեն ինչ ճիշտ է։ Ну, չի ուզենա շատ մասնագիտական դաշտ տեղափոխվենք, որտեղ աուդիտը մեծ հաշվով ուրիշ բաներ է ենթադրում, բայց այնուհանդերձ ենթադրենք այն ինչ որ իրանք ասել են աուդիտը, հա, այս աուդիտի նպատակը մի բան պետք է լիներ, համաձայն նաև իրանց հայտարարությունը, դա հարության մոտ վստահության մակարդակի բարձրացումն էր, ոչ թե 6.73, այլ որ սակագինը ճիշտ է, այսինքն 48 ու այն ինչ որ վերջնահաշվում մենք ունենում ենք եւ հեծում կատարված ծախսերի արդյունավետությանը ուղղված, հա։ Հիմա առաջի հարցը, որը մեդիան էլ փորձում է ստանալ միջև այսօր չի ստանում, Երվանդ Զախարյանը պարբերաբար խոստանում է չի իրականացնում, դա տեխնիկական առաջադրանքի հրապարակումն է։ Մենք միջև այսօր չունենք որևէ պաշտոնական մի տեխնիկական առաջադրանքների տեխնիկական առաջադրանք հեծում իրականացվող աուդիտի, որովհետև խորհրդատվությունը կա, իսկ հեծում իրականացվող աուդիտի տեխնիկական առաջադրանքը մենք ունենք ինչ-որ
փրկված լղոզված ինֆորմացիաներ, որին էլ 3 ուղղություններով, առաջինը սակագնի կառուցվածքը, մյուսը անշարժ գույքերը եւ ավտոտրանսպորտային միջոցներ, դրանք ամեն մեկը կամ խարդախության բացահայտման ուսումնասիրության տարեր են, բայց ես ահագին շատ տարեր կարող եմ ասեմ, որոնք շատ ավելի կարևոր են, որովհետեւ ներկա եթե դա է տեխնիկական առաջադրանքը նշված չեն։ Օրինակ, հա, ներքին ընթացակարգերի առկայությունը, որովհետեւ աուդիտը նաեւ դրան պետք է անի, թե դու ինչպես ես կանխարգելում քո մոտ ռիսկերը։ Հաջորդ էլի մի շարք ուղղություններ եւ կարող եմ ասեմ, ընդհանրապես գման կարիքի հիմնավորվածությունը, որ մենք այս տրանսֆորմատորը գնում ենք, այդ տրանսֆորմատորը ունի շահագործման ժամկետ։ Այդ նոր տրանսֆորմատորի գնումը արդյոք իրականացվում է այդ շահագործման ժամկետի շրջանակներում, թե չէ, այսինքն այս բնույթի հարցադրումները եւս աուդիտ չասենք անունը, որտեղ դա աուդիտի մեջ մասնագիտացված ծառայություն է, բայց սովորաբար աուդիտորական ընկերություններն են անում, այս հարցերի համախումբը պետքա որ շոշափվի, որ մենք հասկանանք, որ հեծում ամեն ինչ նորմալ է, բայց կարծես թե իշխանությունների այս շախմատային լեզվով ասած քայլով, հա, շեղման կոմբինացիայով, ըստ էության իրենք հեծ անունը հանեցին։ Եվ մի պահ, եթե մենք հասկանանք, որ հեծ անունը հանեցին, այս խարդախությունների կամ չարաշահումների հետևանքով ումից ենք մենք պահանջատեր դառնալու, միանգամից հարցը օրակարգից դուրս է մղվում։ Վերջին հարցը, նախավերջին հարցը, դուք աուդիտոր եք ենթադրիկ, ձեզ կարտ բլանշ հետևում ամեն ինչ ստուգել։ Դուք կարողանաք եւ բոլոր փաստաթղթերը ձեզ տալիս են, ասում են գնա այդ ենթակայինը ստուգի, գնա այս լարերը ստուգի եւ այլն։ Դուք կարողանաք չարաշահումներ բացահայտել։ Ուրեմն ես ասեմ գործի բերումով ծանոթ եմ, օրինակ միջազգային կազմակերպությունները ինչպես են ուսումնասիրում ու կապի բնակավարումը շատ ավելի հաճախ լինում, այդ fraud investigation չարաշահումներ։ Ներկա համակարգչային դարում հնարավոր չի, եթե կա խարդախություն չբացահայտել, որովհետև այնտեղ այնքան մեթոդաբանություններ կա, հաճախակի կրկնվող պայմանագրերը նույն մատակարարի հետ։ Մի շարք մեխանիզմներ կա, որոնցով հնարավոր է բացահայտել կամ առնվազն ասել, որ իմ համար արկա տեղեկատվությունը բավարար չի, որ ես կարծիք հայտնեմ, որովհետև աուդիտորները 4 ձևի կարծիք կարող են ասել, կամ վերապահումով, կամ դրական, կամ բացասական, կամ էլ ընդհանրապես հնարավոր չի կարծիք տալ, օրինակ այդ թղթերը ճղած պատրված են, հա։ Այսինքն առնվազն այս 4-ի դեպքում, 4 պատասխաններից ամենավատագույնն կլինի, որ ընդհանրապես որևէ բան չկա, որ մենք գնահատական տանք, բայց եթե լինեն այդ փաստաթղթային բազա, միանշանակ կամայական խարդախություն բացահայտման ենթակա է։ Վերջին հարցը, ինչ որ հարցեր կային, չէ, սուբսիդավորման հետ կապված, որոնց մենք չենք կարող այս պահից պատասխանել, ինչ որ մշուշոտ է եւ կարծես թե խառնաշփոթ է։ Պարզաբանումները ով պետք է տա, էներգետիկայի նախարարությունը, հանձնաժողովը, հանրային ծառայությունների կարգավորող, ՀԵՑ-ը, չգիտեմ, կառավարությունը, ով պետք է այդ հարցերի պատասխանը տա։ Ասած ասեմ, եթե մենք դիտարկենք կառավարություն էներգետիկայի եւ բնական դրանք նույն ըստ էության ֆորմատի ներքո է, էներգետիկայի նախարարությունը պետքա իմ կարծիքով, հա, իր տեսլականը ներկայացնի կառավարության դատին, որն էլ վերջի վերջո կառավարությունը հանրության հետ հարաբերվի, որտեղ ՀՑԿՀ-ն ինքը ըստ մեր օրենսդրության անկախ մարմին է եւ մենք իր գործառույթները այլ ուղղություններով են սահմանափակում, բայց քաղաքականության ուղղորդողը եւ քաղաքականության առումով բարձաբանում տվողը դա հենց ուղիղ էներգետիկայի նախարարության գործառույթն է։ Եվ վերջնականում հասկանալ այդ նա ներկայացած զեկույցը կամ չգիտեմ հաշվետվությունը դա պետք է քննարկվի կառավարություն, դիտողություններ, առաջարկություններ լինի եւ դա ներկայացվի հանրությանը։ Եվ ստեղ էլի մենք գործ ունենք այն բացասական վերջի տարիների միտումների հետ, որ ընդհանրապես թափանցիկություն ասածը դա գալչկա է, երբ որ դոնորներին պետքա որ գումար հայթայթեն, այդ թափանցիկություն ասածը գալիս է մեջտեղ, երբ որ պետքա իրոք թափանցիկ ժողովրդին ներկայացնեն եւ այս ինֆորմացիոն վակուումը փակեն, ըստ էության որևէ քայլ չի իրականացվում, մինչեւ դանակը ոսկորեն չի հասնում։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր տնտեսագետ Արտակ Մանուկյանը։ Մենք վաղը նորից կհանդիպենք, ցտեսություն։